Գործի, այսինքն իբրև մեղադրյալ էին ներգրավվել արդեն։ Քրեական հետապնդում է հարուցվել, ծանոթագրից արդեն ակնհայտ էր, որ 507 հոդվածի 2-րդ մասով է նախաձեռնված քրեական վարույթը, դա դատանի դատական ակտը իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցությամբ օգտագործած չկատարելն է կամ դրա կատարմանը խոչընդոտելու հոդվածն է, մեր հանրությանը ներկայացնեմ։ Սրբազանի նկատմամբ խաբամիջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նախազգուշացվել ենք քրեական հետապնդման որոշման բովանդակությունը չհրապարակելու մասին, փաստերը չհրապարակելու մասին, բայց կարծում եմ բոլորիդ էլ հասկանալի է ինչի մասին է խոսքը, ինչ դատական ակտի մասին է խոսքը, առանց նույնիսկ մեկնաբանելու էլ պարզ է, ավելին այստեղ գալուց առաջ ես արդեն մեկնաբանել եմ մեր դիտարկումներն այդ մասով, սա այո եպիսկոպոսատ ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելու են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն եւ մասնակցեն այդ ժողովին։ Ինչքան է ժամկետը։ Մինչև նախաքննության ավարտը։ Բոլոր խափանման միջոց է կիրառվել։ Այո, խափան միջոց է կիրառվել բացակայելու նկատմամբ։ Անկեղծ ասած այս պահին ես մասնակցել եմ միայն Հովնան Սրբազանի եւ Մակար Սրբազանի հարցաքննությանը, իրենց մասով արդեն ըստ էության Մակար Սրբազանի մասով չգիտես ինչու նախազգուշացվել ենք անգամ կիրառված խափամիջոցի կամ ընտրված խափամիջոցի մասին խոսելու անթույլատրելիության մասին, որովհետեւ դատավարական կարգ չի կարող լինել, որտեղ դա նախաքննական գաղտնիք առհասարակ համարվել չի կարող։ Քննիչը կարող է արգելել, հրապարակել բացառապես այն տեղեկությունները, որ ինքը ձեռք է բերել նախաքննության կամ վարույթի ընթացքում առհասարակ, բայց զուտ անձի նկատմամբ կիրառված սահմանափակման փաստի մասին խոսելն արգելելը ինքնին ապօրինություն է։ Դրա համար Մակար Սրբազանի մասով ձեռնպահ կմնամ այդ մասով մեկնաբանություն տալուց, բայց Հովնան Սրբազանի մասով արդեն այդ նախազգուշացումը մեր վրա չտարածեցին եւ բնականաբար հայտարարում եմ, որ այո խափամիջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Շնորհակալ եմ։